Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հրապարակված տեսանյութում։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն եւ բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին։ Ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ նախագիծն առաջարկել էր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է, թե պայմանագրային զինծառայողների թիվն է աճել եւ թվարկում ինչ գրավիչ քայլեր են արել ու անում պայմանագրային զինվորական ծառայությունն ընդլայնելու համար։ Սակայն մյուս կողմից չեն դադարում այն ահազանգերը, որ 25-օրյա վարժական հավաքների մասնակիցները հիմնականում մարտական հերթապահություն են իրականացնում։ Գյումրու դիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց, իսկ համայնքի ղեկավարի նրա լիազորությունները կասեցվեցին։ Հակակոռուպցիոն դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը քննել է ամբողջ գիշեր, որոշումն առավոտյան հրապարակվեց։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատավորի որոշման մանրամասներին դեռ ծանոթ չէր, սպասում են ամբողջական տեքստին, որպեսզի բողոքարկեն ձեռքին միայն դատարանի 2 էջանոց որոշման մի թուղթ էր։ Այս դատական ակտը չի անդրադարձել, որովհետև այս դատական ակտով, որը տեսեք, մեզ տրամադրել են մարդուն զրկել են 2 ամսով կալանքից, տրամադրում է քաղվածք։ Այդ նույն դատավորը պարտավոր էր երեք այդ որ նիստը ավարտվեց, այսենց որոշումով 2 ամսով մարդուն կալանավորում են եւ քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից, այսինքն ընտրված քաղաքապետը այս տեսակի, տեսեք, այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։ Խոսք են տվել, որ այսօր պետք է երեկոյան արձեռն տան ամբողջ որոշումը, որպեսզի մենք կարողանանք բողոքարկենք։ Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց պնդմամբ կոռուպցիոն հանցագործության բացահայտման մասին 3 հայտարարեց, սրան զուգահեռ ուժայինները մտան Գյումրու քաղաքապետարան ու ժամեր անց ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին։ Իրավապահները հայտարարում են, թե Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը ապամոնտաժման ենթակա շուրջ 1500 քառակուսի մետր մի ինքնակամ շինություն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք են պահանջել։ Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում ենթադրաբար լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ։ Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանը գործը քաղաքական հետապնդում է որակում, ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Ղուկասյանի նկատմամբ հետապնդումները սկսվեցին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո այն մասին, որ Վարդան Ղուկասյանը պետք է քաղաքական կյանքից դուրս շպրտվի։ Գյումրու քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի առաջին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի փեսան։ Ազգային ժողովի նախկին падգամավոր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1.2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազությունը, նշվում է, որ 2022 թվականի հունիսի 28-ին գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, հակակոռուպցիոն դատարանը դատախազության հայցապահանջը բավարարել է մասնակի։ Նշվում է, որ հայցադիմումի մերժված մասով գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք։ Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ Նա մեղադրվում էր ապօրինի զենք զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ։ 2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նույն թվականի նոյեմբերի 19-ին Գրիգորյանը մահացավ։
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին բանավեճ սկսվեց ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ու իշխանական պատգամավորների միջև։ Ողջունում ենք Տիկին Մկրտչյանի տիրոջը Սերժին եւ իր բանդային։ Ձերքով անեք Սերժական բանդային։ Սերժական բանդայի ձերքով անեք։ Ձենը ամեցեք բանդային։ Ուրեմն պարոն Պարոն Հակոբյան, միատ նռնեք, Պարոն Հակոբյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում, իսկ հիմա Պարոն Հակոբյան, միատ նռնեք։ Մկրտչյանը մեղադրեց իշխանություններին քրեական գործեր սարքելու մեջ, հայտարարեց, թե շնորհակալ պիտի լինել, եթե ձեզ ծեծի են ենթարկել կամ խոշտանգել են, որովհետև նիկոլական բանդան կարող էր որոշել ձեր նկատմամբ կարել քրեական գործ սարքել ահաբեկչություն։ Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Մկրտչյանին։ Վերջինս շարունակեց. նիկոլական բանդայի տրամաբանական շարունակությունն է, անգամ խոսքի նկատմամբ պրիմիտիվ հանդուրժողականություն չունեն։ Ռուբինյանը հորդորեց անջատել պատգամավորի խոսափողը, ապա իր հերթին հայտարարեց. ողջունենք Տիկին Մկրտչյանի տիրոջը Սերժին եւ իր բանդային ձեռքով անենք։ Ապա ԿՊԱ-ական Հրաչյա Հակոբյանը տեղից ինչ-որ բան ասաց, սակայն նրա խոսքը լսելի չէր։ Մկրտչյանը եւս շարունակում էր արձագանքել. չափերդ միանցի, ձենդ կտի աղջիկ ջան, նրան դիմելով ասաց Ռուբինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հայտնել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս մասին նա ասել է Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հետ համամուլի ասուլիսում։ Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, եւ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն է դեպի Հայաստան։ Կարծում եմ, սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն վրա չէ, այլ նաև գործնականում, հայտարարել է Ալիևը։ Պաշտոնական Երևանը կարճ ժամանակ անց ողջունեց Ալիևի այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան կարճ գրառումից հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը որոշ փակագծեր բացեց նշելով երթուղին։ Լավ, որ այսքան ասվեց, սա էլ ասեմ, շուտով Ակտա ու Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը, խաղաղությունը հաստատված է։ Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացած հերթական նիստի ընթացքում հրաժարվել է իր փաստաբան Ավրամ Բերմանի ծառայություններից։ Այս մասին Վարդանյանը հայտարարել է փաստաբանի հետ առանձին հանդիպումից հետո։ Վարդանյանը այդ քայլին է դիմել հայտարարելով, որ ընդհանուր առմամբ դժգոհ է դատական պրոցեսի ընթացքից, հաղորդում է ադրբեջանական ապագործակալությունը։ Դատարանը Վարդանյանի միջնորդությունը բավարարել է, քանի որ Վարդանյանը հայտարարել է, որ այլ փաստաբանի հետ պայմանագիր չունի, ապա նրան դատապաշտպան կտրամադրի պետությունը։ Վճռել է Բաքվի զինվորական դատարանը։ Հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին, նրա գործով շինծ ու դատավարությունն իրականացվում է արագացված ընթացակարգով։ Այսօր հոկտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին թեղուտ հաղարծին հատվածում բախվել են Opel եւ Kia Magnishi ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած փրկարարներն ու շտապ օգնության բժիշկները։ Բժիշկները վիրավորներին, որոնց մեջ կան չափահաս մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների վարորդներից մեկը եղել է անչափահաս 15-ամյա տղա։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Դիլիջանի բաժնին պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։